Արենի գինու փառատոնը ոչ միայն Վայոց ձորի, այլև ամբողջ Հայաստանի զբոսաշրջության զարգացման նոր ուղղությունն է։ Այս մասին ասել է զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ Նա նշել է, որ զբոսաշրջության կոմիտեն այս տարի աջակցում է 15 փառատոնի իրականացմանը, այդ թվում Արենի գինու փառատոնին, որն արդեն իսկ հայտնի եւ սիրված տուրիստական իրադարձություն է, որը մեծ ազդեցություն ունի ինչպես տեղական տնտեսության, այնպես էլ զբոսաշրջության զարգացման վրա։ Մենք կարծում ենք, որ իրադարձային զբոսաշրջությունը լավագույն ձևն է մարզերում հատկապես ներքին եւ ներգնա զբոսաշրջության զարգացման համար, իսկ Արենի գինու փառատոնը արդեն ունի իր հետագիծը, իր պատմությունը եւ սիրված փառատոներից մեկն է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում։ Արենի փառատոն հիմնադրամի հիմնադիր տնօրեն Նունե Մանուկյանը նշել է, որ փառատոնը նպաստել է ոչ միայն Վայոց ձորի գինեգործության զարգացմանն, այլև էկոտուրիզմի ամրապնդմանը։ Երբ որ մեզ հարցնում են, թե ինչ նորություններ է լինելու, ես միշտ ասում եմ նորությունները նա են, որ կարող եք տարեց տարի գալ եւ գյուղը չճանաչել, որովհետեւ այնքան շինարարություններ են այնտեղ գնում, նոր հյուրանոցներ, նոր գինետներ են բացվում, դա են մեր համար ամենակարևոր նորությունները։ Ինչ չլինելու, ինչպես միշտ լինելու են ներկայացված տնական գինի արտադրողները եւ 9 համայնքները, որոնք խոշորացված Արենի համայնքն են ներկայացնում, եւ լինելու է առանձին մեկ հատված զոնա, որը ներկայացված է լինելու գինե արտադրողները, գործարանային գինի արտադրողները։ Արենի զարգացման հիմնադրամի տնօրեն Սյուզաննա Մարգարյանն էլ խոսել է համայնքում զբոսաշրջության զարգացման մասին։ Նա նշել է, որ տարիների ընթացքում համայնքը մեծ աշխատանքներ է տարել ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ, կառուցելով նոր հյուրանոցներ, բարելավելով ճանապարհները եւ ապահովելով նոր տեսարժան վայրեր։ Փառատոնն այս տարի կիրականացվի 18-րդ անգամ գինեգործության բնօրանում, միավորելով գինեգործներին, գինեսերներին եւ Արենի համայնքը սիրող բոլոր այցելուներին։ Միջոցառման նպատակն է զարգացնել համայնքում իրադարձային զբոսաշրջությունը, բարձրացնել գյուղի կենսամակարդակը, նպաստել համայնքի տնտեսական շրջանառությանը։ Այս տարիների ընթացքում համայնքում տեղի են ունեցել զգալի դրական փոփոխություններ։ Միջոցառման շնորհիվ զարգացել է գինու տուրիզմը, բացվել են նոր գինեգործարաններ, ավելացել են գաստրոբակեր։ Արենի համայնքում օրինակ այս տարի ավարտին է հասցվել արդեն մի ողջ Արենի բնակավայրում մի ողջ թաղամասի փողոցների սալիկապատման աշխատանքներ եւ կարծում եմ, որ մյուս տարիների համար ընդլայնվելու եւ քանի որ Արենի գինու փառատոնի մասշտաբներն են ընդլայնվում, ուրեմն այդ փողոցներն կարող են ծառայել նաև փառատոնի անցկացման համար։ Փառատոնի աշխարհագրությունը տարիների ընթացքում ընդլայնվել է, ներառելով գինեգործության եւ գաստրոնոմիայի հետ կապված բազմաթիվ նոր տարրեր։ Լուսինե Գևորգյանը եւս կարեւորել է ենթակառուցվածքների զարգացումը, ընդգծելով. Մենք նախատեսում ենք բարելավել եւ զարգացնել ենթակառուցվածքները, ինչպես համայնքի հետ համայնքային կարիքների, այնպես էլ ներդրողների համար, կառուցելով ճանապարհներ, հոսանքի, էլեկտրականության, կոյուղու, ջրի եւ այլ շատ կարեւոր ենթակառուցվածքների լուծումներ ենք տալու, որպեսզի համայնքը բնականon զարգանա։ Այս տարի փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 4-ին, այն կմեկնարկի կեսօրին եւ կավարտվի երեկոյան ժամը 7-ին։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։